Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այսօր մենք ցույց կտանք, թե ինչ է թաքնված պաշտոնական լուրերի հետևում։ Հայ-ամերիկյան նոր համաձայնագրից ու մերձավոր արևելքի լարվածությունից մինչև Մոսկվայի եւ Բաքվի թաքնված առևտուրը։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում տողատակում հաղորդաշարն է։ Միրզոյանն ու Ռուբիոն Երևանում ստորագրել են Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության կանոնադրությունը եւ մի շարք այլ փաստաթղթեր։ ԱՄՆ պետքարտուղարի այս այցը, ինչպես եւ շաբաթներ առաջ եվրոպական պատվիրակությունների ու Մակրոնի այցելությունները, ուղղված են Փաշինյանի աջակցությանը։ Աշխարհաքաղաքական հարցերում Արևմուտքը դրսևորում է բացարձակ սինխրոնություն, թե Վաշինգտոնը, թե Բրյուսելը շահագրգռված են Երևանի փաշինյանական կուրսի պահպանմամբ, որն ունի ընդգծված հակառուսական վեկտոր։ Սակայն արևմտյան համակարգողներն իրականում չեն հետաքրքրվում Հայաստանի եւ հայ ժողովրդի հետագա ապագայով ու անվտանգությամբ, քանի որ նրանք առաջնորդվում են բացառապես սեփական գլոբալ շահերով։ Լուրի տողատակում թաքնված է Հարավային Կովկասի համար ընթացող գլոբալ դիմակայության ամենաթեժ փուլը, որտեղ տեղական իրադարձությունները դիտարկվում են բացառապես Մոսկվա-Վաշինգտոն մեծ հակամարտության պրիզմայով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Արարատ Միրզոյանի կողմից ռազմավարական համագործակցության կանոնադրության ստորագրման տողատակում պետք է կարդալ Վաշինգտոնի կողմից տարածաշրջանում սեփական ներկայությունը ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնելու շտապողականությունը։ Տեքստում Արևմուտքի սինխրոնություն եւ Ֆրանսիայի ու եվրոպական առաջնորդների նախորդ այցերի հիշատակումը փաստում է, որ Հայաստանը վերջնականապես ներքաշվել է արևմտյան աշխարհաքաղաքական օրակարգի մեջ, որտեղ անվտանգային համակարգերի դիվերսիֆիկացիան Ռուսաստանում ընկալվում է որպես ուղիղ սպառնալիք եւ թշնամական դեմարշ։ Տողատակի գլոբալ ուղերձը հետեւյալն է Արևմուտքի համար Երևանի հետ ռազմավարական թղթերի ստորագրումը ոչ թե Հայաստանի պաշտպանության երաշխիք է, այլ Ռուսաստանին հարավային սահմաններում նոր կոնֆլիկտային գոտով կաշկանդելու եւ նրան Կովկասից դուրս մղելու էժան ու արդյունավետ գործիք։ Աշխարհաքաղաքական խոշոր տեղաշարժերի ժամանակ փոքր պետությունները հաճախ վերածվում են սոսկ սակարկության առարկայի եւ ինստիտուցիոնալ այս նոր կանոնադրությունները կարող են չունենալ իրական ռազմական բովանդակություն, այլ լինել միայն քաղաքական դեկլարացիաներ, որոնց գինը Հայաստանը ստիպված է լինելու վճարել Մոսկվայի հետ հարաբերությունների վերջնական փլուզմամբ։ Միացյալ Նահանգները մերձավոր արևելքը մղում են մեծ պատերազմի։ Reuters-ի հաղորդմամբ Վաշինգտոնը դիտարկում է սառեցված իրանական ակտիվները Պարսից ծոցի իր դաշնակիցներին փոխանցելու հնարավորությունը, կրած վնասները փոխհատուցելու նպատակով։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հանձնարարել է գնահատել դաշնակիցների կրած վնասները եւ ուսումնասիրել բռնագրաված իրանական միջոցները դրանց վերականգնման ուղղելու հնարավորությունները։ Թեհրանը չի վստահում ամերիկյան կողմին, քանի որ Վաշինգտոնը նախկինում արդեն դուրս է եկել միջուկային գործարքից, իսկ այժմ փաստացիորեն փորձում է հակամարտություններ արել եւ հաշիվը ներկայացնել հենց Իրանին։ Այս լրահոսի հիմքում ընկած է ոչ թե սովորական ֆինանսական փոխհատուցման մեխանիզմ, այլ Միացյալ Նահանգների կողմից աշխարհատնտեսական կանիբալիզմի նոր նախադեպի ձևավորումը, որտեղ միջազգային իրավունքի նորմերը վերջնականապես փոխարինվում են ուժի դիրքից թելադրվող կանոններով։ Վաշինգտոնի այս քայլի գլխավոր տողատակը ոչ թե Պարսից ծոցի դաշնակիցներին սիրաշահելն է, այլ Թեհրանի նկատմամբ տնտեսական կապիտուլյացիայի եւ հիբրիդային պատերազմի նոր գործիքակազմի փորձարկումը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հանձնարարականը պետք է կարդալ որպես հստակ ազդակառայն, որ Արևմուտքը ֆինանսական համակարգը վերածում է ուղիղ ռազմական զենքի, ինչն արդեն կիրառվել է ռուսական ակտիվների պարագայում, իսկ այժմ պրոյեկտվում է մերձավոր արևելքի վրա։ Տողատակում հստակ նկատվում է նաև Վաշինգտոնի թաքնված նպատակը՝ կանխել մերձավոր արևելքում արաբա-իրանական հնարավոր մերձեցումը կոնֆլիկտածին միջոցներով Սաուդյան Արաբիայի կամ Էմիրություններին փոխանցելով, ԱՄՆ-ն Թեհրանի թշնամանքը վերահասցեագրում է դեպի արաբական աշխարհ, ստեղծելով ներտարածաշրջանային հակամարտության անվերջանալի ցիկլ։ Մոսկվան Բաքվին առաջարկում է մերձեցում ԵԱՏՄ-ի հետ։ Ռուսաստանի փոխարտգործ նախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի մերձեցմանը, ինչպես նաև շահագրգռված է, որ Բաքուն դառնա Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր։ Ըստ ռուսական կողմի սա լրացուցիչ հնարավորություններ կբացի խոշոր նախագծերի իրականացման համար։ Բաքվի վերջին ոչ բարեկամական քայլերի ֆոնին Մոսկվայի այս նախաձեռնությունը նմանվում է տարածաշրջանում սեփական դիրքերը կորցնող կողմի փորձի նորից սիրաշահելու Ադրբեջանին։
Հայաստանի հետ հարաբերությունների ճգնաժամի եւ Վրաստանում անորոշության ֆոնին Ռուսաստանը փորձում է Բաքվին կապել իրեն տնտեսական կոնստրուկտորներով, որպեսզի վերջնականապես դուրս չմնա տարածաշրջանային խաղից։ Տողատակերում հստակ երևում է, որ Մոսկվան պատրաստ է աչք փակել Բաքվի կողմից իրականացվող բացահայտ դեմարշների, այդ թվում ռազմական միջադեպերի եւ հակառուսական քայլերի վրա, միայն թե պահպանի արևելքում իր երբեմնի ազդեցության պատրանքը։ Սակայն ռուսական կողմի այս տակտիկան պարունակում է ռազմական կուրություն։ Արևելյան քաղաքականության կանոններով կոմպրոմիսի եւ տնտեսական արտոնությունների առաջարկը դիտարկվում է ոչ թե որպես գործընկերություն, այլ որպես կապիտուլյացիա եւ թուլության նշան։ Ալիևի վարչակազմը զգալով իր դիրքերի ամրապնդումը թե թուրքական գործոնի, թե էներգետիկ այլընտրանքների շնորհիվ, այլևս կարիք չունի Մոսկվայի հովանավորչության եւ ցանկացած նման առաջարկ օգտագործում է բացառապես Ռուսաստանից նոր զիջումներ կորզելու համար։ Ըստ էության Մոսկվան փորձում է գնել մի բարեկամություն, որն այլևս վաճառքի ենթակա չէ, քանի որ Բաքուն արդեն տեղափոխվել է այլ աշխարհաքաղաքական ուղեծիր, եւ այս պայմաններում ԵԱՏՄ-ի կամ Եվրասիական բանկի մասին խոսակցությունները ոչ թե ինտեգրացիոն գործընթաց են, այլ Մոսկվայի կողմից խաղից դուրս վիճակում հայտնվելու վախի քողարկում։ Ադրբեջանը եւս սկսել է կիրառել փափուկ ուժի գործիքակազմը։ Բաքուն եւ Անկարան խոշոր միջազգային համաժողովներն օգտագործում են պանթյուրքական գաղափարախոսական նպատակների առաջ մղման համար։ Դրա հերթական օրինակն է Բաքվում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացված քաղաքաշինական 13-րդ միջազգային ֆորումը, որի շրջանակներում կազմակերպվել էր թուրքական ինտեգրացիոն օրակարգին նվիրված միջոցառում եւ գովազդվել թուրքական պետությունների կազմակերպությունը։ Այս լրահոսի հիմքում ընկած է աշխարհաքաղաքական շատ կարևոր մի միտում, երբ զուտ տեխնիկական եւ հումանիտար հարթակները վերածվում են հիբրիդային ազդեցության եւ գաղափարախոսական էքսպանսիայի գործիքների։ ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող քաղաքաշինական ֆորումում թուրքական օրակարգի ներմուծման տողատակում թաքնված է Բաքվի եւ Անկարայի տակտիկական նպատակը՝ լեգիտիմացնել պանթյուրքական նախագծերը միջազգային հեղինակավոր կառույցների բրենդի ներքո։ Սա ցույց է տալիս, որ թուրքական պետությունների կազմակերպությունն այլևս չի սահմանափակվում միայն ներքին քննարկումներով, այլ փորձում է համաշխարհային ասպարեզում հանդես գալ որպես միասնական, ինտեգրված աշխարհաքաղաքական բլոկ։ Տողատակերում հստակ երևում է, որ Ադրբեջանը, հետևելով Թուրքիայի օրինակին, փոխում է իր արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը, անցնելով միայն նավթադոլարային ճնշումներից դեպի ինտելեկտուալ եւ իմիջային ազդեցության ստեղծման, ինչը շատ ավելի վտանգավոր է հարևան երկրների, առաջին հերթին Հայաստանի համար։ OPEC+-ը պատրաստվում է նավթի արդյունահանման քվոտաների 4-րդ բարձրացմանը Հորմուզի նեղուցի արգելափակումից հետո։ Reuters-ի տեղեկություններով հուլիսից կազմակերպությունը կարող է թիրախային ցուցանիշներ նորական ավելացնել 188,000 բարելով։ Սակայն երկրների մեծ մասն ի վիճակի չէ իրականացնել այն հենց նեղուցի փակման պատճառով։ Չնայած ապրիլ-հունիս ամիսներին OPEC+-ի 7 առաջատար անդամները, այդ թվում Ռուսաստանը, քվոտաներն արդեն ավելացրել էին շուրջ 600,000 բարելով, իրական արդյունահանումը կտրուկ անկում է ապրել արտահանման սահմանափակումների պատճառով։ Այս լրահոսը բացահայտում է գլոբալ էներգետիկ շուկայում ստեղծված խորը ճգնաժամը, որտեղ OPEC+-ի գործողությունները վերածվել են բացառապես թղթային դիվանագիտության եւ կորցրել են կապը իրական տնտեսական գործընթացների հետ։ Քվոտաների հերթական բարձրացման տողատակում թաքնված է կարտելի փորձը, հոգեբանական ազդեցություն գործել շուկայի վրա եւ արհեստականորեն զսպել նավթի գների համաշխարհային թռիչքը, որն առաջացել է աշխարհաքաղաքական ֆորս մաժորի Հորմուզի նեղուցի փակման հետևանքով։ Այս համատեքստում իրավիճակը կրկնում է OPEC-ի եւ Իրանի միջև նախկինում եղած խորքային հակասությունների դինամիկան, երբ Թեհրանը գտնվելով պատժամիջոցների տակ մշտապես դեմ էր արտահանման ծավալների արհեստական սահմանափակմանը եւ պահանջում էր իր համար բացառիկ քվոտաներ սեփական տնտեսությունը փրկելու համար, մինչդեռ կարտելի մյուս առաջատարները փորձում էին խաղալ գների բարձրացման կամ սեփական արտահանման շեշտակի ավելացման վրա, Իրանի հաշվին շուկայական բաժնեմասեր խլելով։ Այժմ պատմությունը շրջվում է հակառակ կողմով։ Այն փաստը, որ կազմակերպությունն արդեն 4-րդ անգամ է թղթի վրա ավելացնում թվերը, մինչդեռ իրական արդյունահանումը տասնյակ միլիոնավոր բարելներով գահավիժում է, վկայում է էներգետիկ հսկաների անզորության մասին։ Նրանք այլևս չեն տիրապետում իրավիճակին եւ չունեն լոգիստիկ այլընտրանքներ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։